Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը դեռ պետք է գործով ապացուցի երկրի ներքաղաքական կյանքի վրա իր ազդեցության աստիճանը, կարծում են վերլուծաբանները։ Վերլուծաբան Էմիլ Սանամյանի խոսքով հանրության կողմից կառավարության փոփոխությունը դիտարկվում է 2017-ին սպասվող ընտրությունների համատեքստում, որոնք Հայաստանը կդարձնեն խորհրդարանական երկիր։ Քանի որ Հայաստանը նախընտրական շրջանին է մոտենում, մարդկանց կողմից նոր վարչապետի նշանակումը դիտարկվում է Հայաստանի հաջորդ առաջնորդի ընտրության համատեքստում։ Սանամյանի խոսքով այնուամենայնիվ Կարեն Կարապետյանը դիտարկվում է որպես իշխանական համակարգին չպատկանող անձ և չունի Հայաստանի ներսում ազդեցության այն աստիճանը, որն ուներ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ուստի այս նշանակումով հաջորդ առաջնորդի թեկնածության հարցը չի փակվում, քանզի համոզված են, որ իշխանության ներսում կան այլ գործիչներ, որոնք կարող են սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո զբաղեցնել երկրի առաջնորդի տեղը։ Վերլուծաբանի խոսքով Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հիմնական պատճառը Սերժ Սարգսյանի քաղաքական գործելավոճն է։ Այս նշանակումով ընտրությունների նախաշեմին Սերժ Սարգսյանը փորձում է վնասազերծել առաջին հերթին Ռուսաստանում բարձրաստիճան կապեր ունեցող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, կարծում է վերլուծաբանը։ Նա միշտ սիրում է պաշտպանողական գործելավոճով առաջնորդվել, Տիգրան Պետրոսյանի շախմատի ոճով։ Էմիլ Սանամյանի խոսքով նույն ոճը Սերժ Սարգսյանը կիրառել էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելիս։ Աբրահամյանը սերտ հարաբերություններ ուներ Գագիկ Ծառուկյանի հետ, երբ Ծառուկյանը փորձել էր կոշտ հակադրվել Սերժ Սարգսյանին, վերջինս վարչապետ նշանակեց Հովիկ Աբրահամյանին։ Այնուհետև պաշտպանված դիրքերից Սերժ Սարգսյանը հարված հասցրեց և վնասազերծեց Գագիկ Ծառուկյանին։ Այս դեպքում վտանգը սպառնում է Քոչարյանից, որը մերթ ընդ մերթ քննադատությամբ է հանդես գալիս և Մոսկվայում ազդեցիկ ընկերներ ունի։ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին որպես վահան է օգտագործում, պաշտպանվելով Քոչարյանի կողմից սպառնացող հնարավոր վտանգից։ Միևնույն ժամանակ վերլուծաբանի խոսքով, եթե Կարեն Կարապետյանին չհաջողվի հաջորդ ամիսների ընթացքում ինքնուրույն քաղաքական գործիչ դառնալ, ապա խորհրդարանական ընտրություններից հետո նա կարող է կորցնել վարչապետի պաշտոնը։ Ես նրան չէի դիտարկի որպես բարեփոխումներ իրականացնող անձնավորություն։ Նա ունի աջակցություն, սակայն այն ստացել է նախագահից։ Իրական բարեփոխումներ և կառավարության ներսում իրական փոփոխություններ իրականացնելու համար ժողովրդի աջակցությունը նա չի ստացել։ Քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանը նոր վարչապետի նշանակումը նույնպես նախընտրական շրջանի համատեքստում է դիտարկում։ Նրա խոսքով Կարեն Կարապետյանի նշանակումը սկզբնական շրջանում կբարձրացնի կառավարության վարկանիշը։ Թվում է Կարեն Կարապետյանը շատ ավելի ընկալելի ֆիգուր է, այն իմաստով, որ նա նախ կրթություն ունի, կարողանում է ավելի, այսպես ասեմ, գրագետ արտահայտվել։ Այնուամենայնիվ, երկրի ներսում էական փոփոխությունների հասնել հնարավոր է ոչ թե նոր նշանակումների, այլ ազատ և արդար ընտրությունների արդյունքում, համոզված է վերլուծաբանը։ Այսինքն փոփոխություններ, որոնք կլինեն, այսպես ասեմ, ընտրական ճանապարհով։ Թե չէ մեկը մեկին փոխելով, մի նախարար հանելով, վարչապետին փոխելով, ես չեմ ակնկալում, որ լրջագույն փոփոխություններ կարող են լինել։ Նրա խոսքով Հայաստանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը պետք է միավորի բոլոր հայերին, այդ թվում և Սփյուռքին։ Ժամանակն է, որպեսզի Սփյուռքը իր քաղաքական օրակարգը ընդլայնի և հայ դատի, հայոց ցեղասպանության ու հայ-թուրքական հարաբերությունների ու Ղարաբաղի հարցի հետ միասին կենտրոնական հատվածում պահի Հայաստանի ժողովրդավարացման գործընթացները։ Թաթուլ Հակոբյանի խոսքով հենց արդար ընտրությունների բացակայությունն է, որ Հայաստանին խանգարում է դիմակայել Մոսկվայի ճնշումներին։ Երբ որ ընտրությունների ճանապարհով չես կարողանում, արդար ընտրությունների ճանապարհով չես կարողանում գալ իշխանության և ընտրությունները կեղծում ես, բնականաբար չունենալով ներքին քո ժողովրդի աջակցությունն ու վստահությունը, դու ստիպված ես լինում օգնողներ փնտրել դրսում։ Եվ քանի որ այդ դերակատարությունը սիրով կատարում են ռուսները, ապա Հայաստանը ավելի ու ավելի է թեքվում դեպի Ռուսաստան։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։ Ես համարում եմ, որ